Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուչ Պապյանն եմ։ Նախորդին ազգային ժողովում 24 թվականի կատարման բյուջեի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր կառավարությանը չի հաջողվել հասնել երազանքի այն կետին, որ Հայաստանում արդարադատությունը նշանակի արդարություն։ Փաշինյանի համոզմամբ դատական համակարգի խնդիրները հիմնականում կապված են այն իրավաբանական մենթալիտետի ու կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել են Հայաստանում։ Այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է, այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել տերովին տերն է տարել անտերին գելը, հին ժողովրդական առածին եւ անհեթեթ ձգվող դատավարությունները սրա ամենավառ օրինակն են։ Այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը կարող է հասանելի լինել միայն փոքրիկ էլիտար խմբակի, ասել է Փաշինյանը։ Վարչապետ Փաշինյանի խոստովանությունը ըստ էության ոչ միայն ցավալի է, այլև համակարգային ձախողման պաշտոնական արձանագրում։ Արդարադատության վերականգնումը հեղափոխության առանցքային խոստումներից մեկն էր, իսկ այդ խոստումից անցել է 7 ամբողջական տարի։ Եվ երբ խնդրի լուծման փոխարեն հանրությունը ականատես է դրա շարունակման, փաստարկմանը, անկախ հնչեցվող արդարացումների ինտելեկտուալ հյուսվածքից, սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման համակարգային բարեփոխումները իրականանում են բացառապես ուժեղ կենտրոնացված քաղաքական կամքի առկայության պայմաններում։ Վրաստանում, Ուկրաինայում, Կոլումբիայում, Լեհաստանում, Լիտվայում վեթինգը դարձել էր արդարության վերականգնման առանցքային գործիք, երբ գործադիր իշխանությունը իր վրա էր վերցրել բարեփոխումների ուղղակի նախաձեռնող լինելու պատասխանատվությունը։ Հայաստանում ճիշտ հակառակը պատասխանատվությունը ապակենտրոնացվել է, այն վերածելով տարալուծված հռետորաբանության եւ ձևական կառույցների վակուումի։ Այս եւ այլ թեմաների շուրջ կապ ենք հաստատել Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես, զրուցելու ենք դերասան երգիծաբան Սերգեյ Դանիելյանի հետ։ Պարոն Դանիելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այս շատ լավ, պարոն Դանիելյան, հանրությանը հետաքրքրում է, ուր է կորել Սերգեյ Դանիելյանը, ինչու է հաստատվել Միացյալ Նահանգներում եւ երբ է վերադառնալու հայրենիք։ Տևական ժամանակ է դուք բացահայտում եք հայրենիքից, ինչու։ Համեցեք։ Այս աշխարհում հիմա կորելը շատ դժվար է, որովհետեւ ամեն վարքյան մարդուն կարելի է գտնել, ես չեմ կորել, նույն գործունեությունն է, նույն YouTube-ը, նույն ներկայացումները սա։ Տևական ժամանակ Ամերիկայում չեմ, որովհետեւ այստեղ գործ ունեմ։ Այստեղ ներկայացումներ եմ խաղում, հիմա խաղալու եմ նաև մայիսի 18-ին Jazz and Stand-up իմ ընկերների հետ, Կարոս Սարաֆյանի եւ Արմեն Բաբասյանի հետ։ Այնուհետև վերադառնալու եմ Հայաստան խաղամ կամերային թատրոնում եւ Սարի թատրոնում իմ մոտ Արփենիկ Հակոբյանի հետ։ Ուղղակի գործից ծավալը շատացել է, այսպես կարելի ասել, առաջ Ամերիկայում խաղում էի տարին մի անգամ, թե կամ 2 տարի մի անգամ, իսկ հիմա ամբողջ ձմեռ ստեղ խաղացի եւ շատ լավ խաղացի, ելի խաղալու եմ, ես կարծում եմ, որ մենակ մի տեղով սահմանափակվել է, համ ֆինանսական է շատ ծանր, համ էլ Ամերիկայում հիմա այնքան ժողովուրդ է ապրում, ինչքան Հայաստանում է, իմ հանդիսատեսի զգալի մասը այստեղ է եւ ստեղ շատ մեծ կարիք կա, ես ինձ ստեղ զգում եմ պահանջված շատ։ Պարոն Դանիելյան, ըստ էության ուղղակի շատ ավելի հանդիսատեսի լայն շրջանակ եք այսուհետ փորձում ընդգրկել, լինելով թե հայրենիքում, թե Միացյալ Նահանգներում, քանի որ այդտեղ էլ ունենք մեծ եւ ընդգրկուն հայկական համայնք։ Այդտեղ բացի ընդգրկուն հայկական համայնքից, այդտեղ կարելի է ասել հենց այն հանդիսատեսն ում մենք կորցրեցինք ոչ միայն 90-ականներին, այլ կորցրեցինք 2020-ին, այսպես ասած, հա, հենց անմիջապես պատերազմից հետո եւ այդ հանդիսատեսը մեծ կարիք ունի այստեղ։ Հիմա չեմ ուզում ասել, որ բարեգործությունը եկել է իրաց փրկել, այստեղ խաղաղ չեն կարող ապրել, չէ՞ իհարկե։ Բայց դա իմ հանդիսատեսն է, ես ուրիշ բան չեմ անում։
ես պիտի խաղամ։ Եվ իսկ ինչու ոչ, մանավանդ հա ֆինանսականը շատ ավելի, այսպես ասած, լավ։ Համ ես ունեմ extraordinary visa, առաջ ես ամեն անգամ գալուց ահագին փող էի ծախսում, որ ունենամ աշխատանքային վիզա, իսկ հիմա վերջապես արեցի մի այնպիսի վիզա, որ միշտ կարող եմ ձմեռը ստեղ խաղալ ամառը Հայաստանում։ Շատ լավ, պարոն Դանիելյան, գանք մի քանի այսպես կարևորագույն առանցքային հարցերի։ Դուք վստահաբար հետևում եք նաև Հայաստանում ծավալվող զարգացումներին, Հայաստանի ներքաղաքական կյանքին, գիտեք, այդ կյանքը բավականին թեժ է, բուռն է, եւ մենք տեսնում ենք այսօր արդեն Գյումրիում օրինակ համայնքի ղեկավար են ընտրում, բավականին թեժ են երկրորդ, երրորդ նախագահներն են բավականին ակտիվացել, տարբեր հայտարարություններ են անում, ասածոր օրինակ Սերժ Սարգսյանն է խոսում իր ձևակերպմամբ կապիտուլյանտ իշխանությանը օր առաջ հեռացնելու մասին։ Նախ եւ առաջ ինչպես եք գնահատում այս ամբողջ գործընթացները 26 թվականի ընտրությունների այսպես ընտրությունների մեկնարկից առաջ, ինչ է տեղի ունենում եւ ինչ վտանգներ եք դուք տեսնում թե իշխանության, թե հասարակության համար, համեցեք։ Նախ մեծ հաճույքով աշխարհի ամենավերջի հայոյանքները գտայի YouTube-յան ալիքովս, որը որ աշխատում է, բնականաբար դա էլի իմ աշխատանքի, այսպես ասած, մի սեգմենտն է, հա, եւ կանջատե է այդ ալիքը, ընդհանրապես չհետևելով որևէ քաղաքական կամ հասարակական որևէ իրադարձության, բայց չի ստացվում, այդպես ստացվեց, որ ես նաեւ բլոգերություն եմ անում ես արդեն վերջի YouTube-ի ստեղծման օրվանից, այսպես կարելի ասել։ Իհարկե հետևում եմ, ինչպես եմ գնահատում, ինչպես պիտի գնահատեմ, դա մեր հասարակության երեսն է, անգրագետ խուժան, ինչ ասեմ, շատ այսպես վատ դրսևորումներով, ամենափողոցային դրսևորումներով, թույլ իշխանություն անատամ, որը որ միշտ բան անում, ժողովրդին է մեղադրում, հա, ասում դուք սկզբից ասեցիք, որ արդարադատությունը չի գործում, որովհետև մեր մենթալիտետն է սխալ դումյասա, այդպես չի, դա սպեկուլյացիա է, դա ասելու բան չի ընդհանրապես, եթե արդարադատությունը գործեց մալազիացիների եւ չինացիների երկրում, ես նկատի ունեմ Սինգապուրը, հա, կամ որևէ այլ երկրներում, որտեղ որ էլի եղավ ինչ-որ այսպես երկիրս ցած զարգանալ, ապա մեզ մոտ հաստատ կզարգանալ, մանավանդ որ ընդամենը մի 20 ընտանիք էր ստերևույթին, որոնք որ փչացրեցին մեր երկիրը, վաղուց կարելի էր բոլորին այսպես ասած զրկել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքով, ես համաձայն չեմ Փաշինյանը ասում, հա ինչ եք ուզում գլուխը կտրենք, այս անենք, չէ՞, դա ինչ-որ տես մի հատ երույթ ունի, որ սա վրեժ խնդիր լինենք եւ բոլորը ուրախ։ Ոչ, մենք դա չենք ուզել, հասարակությունը դա չի ուզել։ Ուզել է էլեմենտար, ինչ որ ասենք, փոփոխություններ, ուզելա որ վետինգ անեք, ուզելա որ լյուստրացիա անեք, ուզելա որ դու բնականաբար դա ամեն ինչ չի ստացվի մինչև Մոսկվայի հետ այդպես սերտ կապեր ունեք, որովհետեւ մեր բոլորը խուժանությունը տանում է դեպի Մոսկվա, հա, դա հին սովետական մեր ժառանգությունն է, ոչ մի բան չարվեց բացարձակ, ամեն ինչ տանուլ տրվեց, շատ հեշտ ասել, դե մենք այնպես չկարողացանք ոչ մի բան անել, բայց ժողովուրդն է մեղավոր, որովհետև այ եթե ժողովուրդը այդպես մենթալիտետ չունենար, ապա մեզ մոտ մի բան կստացվի, ոչ, դա այդպես չի, այդպես ասում գալաթա է, դա այդպես չի։ Ուղղակի դրա ցանկությունը չկա, քաղաքական կամք չկա, գիտելիք չկա, բոլոր նորմալ մասնագետները գնում են իշխանությունից, խնդրեմ Երիշեկ Կիրակոսյանի նման, ասենք նորմալ երիտասարդ, ասենք խումբ, թողեց գնաց, կարելի է էլի թվարկել մարդկանց, ովքեր որ հաճույքով կաշխատեին հեղափոխությունից հետո, բայց չաշխատեցին, որովհետև վատ են ղեկավարում այս մարդիկ, սարսափելի վատ են ղեկավարում։ Եվ հիմա ասենք նախկինները, էլի նախկին ներկա զզվում եմ արա, նայում ես յախ կարա, արդեն ինչքան կարա նույն բանը չի հոգն է, սա ոնց ու մի հատ կաշմարի մեջ ենք մենք ինչ-որ մի հատ ընկել,
Դες ինչ-որ չավարտվող բեզդար ներկայացում ալնում է, չես ես նայում վայ մոմաջան, ես երբ ոչ հենա գալիչից դուրս գամ, ուդև ամոթ է գոլեգաները խաղում, ոչ հենա նայում ինչև վերջ, էլի, բայց մի սարսափելի ֆալշ է, սարսափելի հիմար պիեսա և շատ վատ բեմադրություն։ Պարոն Դանիելյան, եւ այս առումով հետաքրքիր ձևակերպում տվեցիք չավարտվող բեմականացման հետ գործ ունենք, բայց 26 թիվը սարերի հետևում չէ եւ հիմնական դերակատարները արդեն հայտ են ներկայացրել ձեր գնահատմամբ հատկապես նաեւ այդ ներկա եւ նախկին այս դիսկուրսի եւ նաեւ դերակատարների չփոփոխվող դերակատարների արկայության դեպքում ինչ վտանգներ կան, ինչ է սպասվում Հայաստանին 26 թվականին, որովհետեւ մենք ունեցանք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ Գյումրիում, որոնց արդյունքները դուք շատ լավ գիտեք, ունեցանք Փարաքարում, արդյունքները դարձյալ գիտեք, տեսանելի են եւ հիմա իշխանությունը ասում է սա մեր հաղթաթուղթն է, որովհետեւ մենք ցույց տվեցինք արդար թափանցիկ ընտրություններ, չենք կեղծում ընտրությունները, ունենք այն, ինչ ունենք, սա հասարակության քվեն է, որը չի կեղծվելու նաեւ 26 թվականին, ինչ պիտի հաշտվել այս իրավիճակի հետ, ինչ պիտի անել։ Նախ գիտեք ծիծաղելի է, որ ասում են, որ այ գող են, SN-ն են, մարդասպան են, իրանք բան, բայց ընտրվում են, հետո ասենք եղայք ես բան, գող էին, բռնեիք սկզբից, ուրեմն դուք կլեաուզնիկ եք, ուրեմն դուք բան եք, բամբասկոտ ինչ-որ տենց չարչի ինչ-որ մարդիկ եք, որ հա ասում են, որ սրանք գող են, բայց ընտրվում են, Վարդանիկը կրիմինալ է, բայց ընտրվում է, բան, դա աբսուրդ է, դա հիմար խոսակցությունն է դա, վտանգը որն է, վտանգը հենա, որ մենք ընկել ենք այդ ցիկլի մեջ ու չենք կարում դուրս գալ, և գիրեք արդար ընտրությունները, այսպես ասած, դա դեմոկրատիայի ամենան շատ փոքր սեգմենտն է, դա բան չի, դա ցուցիչ չի միայն, այ մենք արդար ընտրություններ ջայնամ, թե չունենք այդ արդար, հասկացանք ունենք այդ արդար ընտրություն, բայց պիտի մաքրեի հասարակությունը, բոլոր մակարդակներում տանուլ է տրված կրթություն, չգիտեմ, մշակույթ, ամեն ինչում, ամենտեղ բեզդար ինչ-որ տենց բաները արվում, հասկանում եք ինչն է, ու արդար ընտրությունները մեր բան հաղթանակ, մենք բերդում արդար ընտրություն ես անում, մենք հիմա բանում, մենք բոսյակների ու տենց ինչ-որ տենց կրիմինալների, ինչ-որ տենց մոնստարների մեջ ուզում ենք արդար ընտրություն անենք, դա այդպես չի լինում, ակնհայտ մարդը, դատավորը գող է, ինչի պիտի նա լինի մինչև հիմա դատավոր, կամ դատախազ, կամ այդ անուններ ասա չի գիտեմ, բայց եթե դատական իշխանություն տենց է աշխատում, ուրեմն այդ է, մինչև հիմա չեն կարող բան անենք, մենք տանիջետը լավը չի ժողովուրդը լավը չի, հարևանները լավը չեն, դաշնակիցը լավը չի, սա ամեն սաղ վատ է, մենակ մենք ենք լավ ու ճիշտ ուսեք արդար ընտրություններ ենք անում ենք, իդիոտիզմ է, էլի ուղղակի, ինչ ասեմ։ Տեսեք, մեկ այլ կարևոր խնդիր էլ կա, որ մայիսի 9-ի միջոցառումներին Հայաստանը պատրաստ է մասնակցել եւ սա բավականին լուրջ քննադատության է արժանացել։ Տեսեք, ամենակննարկվող հարցերից մեկն է թերևս այսօր դարձել։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի մակարդակով պետք է մասնակցի այդ միջոցառումներին, թե առհասարակ պետք է մերժել եւ բոյկոտել, որովհետեւ մենք Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Կայա Կալասի այսպես հայտարարությունն ենք տեսել, որ այն երկրները, որոնք ձգտում են Եվրամիության անդամ դառնալ, եթե մասնակցեն այդ միջոցառումներին, զորահանդեսին, Բրյուսելի համար դա լինելու է որոշակի ուղերձ, մեսիջ։ Այստեղ դուք վտանգներ չեք տեսնում։ Հայաստանը գոնե հայտարարությունների մակարդակով կամ հայտնի օրենքի մակարդակով փորձում է կամ ձգտում է այսպես մերձենալ Եվրամիությանը, անդամ դառնալ եւ այլն, բայց իր քայլերով բոլորովին այլ բան է ցույց տալիս Հայաստանի իշխանությունը։ Ինչ վտանգներ եք դուք տեսնում, պարոն Դանիելյան։ Գիտեք, Բրյուսելի հերն են անիծած, Մոսկվայի հերն են անիծած, խոսքը դրա, ես ուրիշ բան եմ մտածում, ես օրինակ կուզեի, որ մենք մասնակցեինք
նոյ այդ մայիսի 9-ի այդ միջոցառմանը, Զորահանդեսին։ բայց որ քո վարչապետ զորահանդեսին գնար ասեր, լսեք, իսկ այդտենց որ ասում եք մայիսի 9, մենք այս մայիսի 9-ին ոչինչ չենք արել։ Մարշալ Բաղրամյանի արձանը որտեղ է։ Այն մի հատ չատլախլույա ինչ որ մի հատ գյուղ կա, ինչ որ այնտեղ 4 հատ մարշալ է տվել։ Այդ դուք Ալիևի արձանը բերում եք տնգում եք Մոսկվայում։ Բա այդ մարշալները, բաները, որ այդ 100 հատ հերոսը, այդ համարյա 300,000 զոհը, բաներ որ կար, այդ ինչի բերանները ջուր առը։ Այ գնար որտես մի հատ լցներ ընդեղ ասենք Պուտինի սեղանին, հա, ասել այդ սաղ պետքա լինի նոր ես կգամ, կամ եթե եկել են, բայց իմացեք, եկել են ասեն, որ էս, այսինքն գնա մարդ գնա անդե, մարդ, ղեկավար գնա, ասում այս իմ տոննա, դուք ով եք արա բաբշես, դուք ով եք, իմ պապնա զոհվե, ես սնուն է զրկվե, իմ ժողովուրդնա գենոցիդից հետո տարակ, անասունի նման սպանեցիք 300,000 մեր խեղճ երեխեքին, հա, այդ պահանջներն, եթե այդ պահանջները կա, իհարկե պետք է գնալ մայիսի 9-ի, բավոն դեպի մեր աղթանակն է ֆաշիզմի դեմ, բայց որ գնում ես ես կուրկուրի ձակի նման են եզերի հետ ասենք այդ բռնապետների, անասունների հետ պետք է կանգնի, ես իհարկե դեմ եմ որ ընդ գնա, իհարկե դեմ, ու այդ դեպքում Բրյուսելն էլ կարող ասել, արա Բրյուսել ջան, Բրյուսել, դուք ով եք вообще, ես պահանջատեր եմ, ես իմ պատերազմն է, ես հաղթել եմ այդ պատերազմը, ես քոչերի եմ բարել բանի Ռեխստագի պլակատների վրա, եւ էշեր խոսում են, չէ՞, դες միշտ է ապագորգում, դե ասեք, այդ դեպքում խնդրեմ, բա մայիսի 9-ն էլ գնա, մարտի 8-ն էլ գնա, պարվի 9-ն էլ գնա, հարց չկա, բայց մարդ եղիարա, բան եղի, տղամարդ եղի գնա, պահանջներ ներկայացրու, ոչ թե գնես ինձ տենց ստավարների հետ ընդ կանգնի հասկանում ես։ Բնականաբար ես վատ եմ որգնում։ Տեսեք, ավելին մենք տեսնում ենք նաև ռուսական կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարություններ, թե ինչ է սպասվում Հայաստանին, երբ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, տարբեր սպառնալիքներ են առաջին դեմքերի մակարդակով, պաշտոնական Կրեմլը գրեթե ամենօրյա ռեժիմով է դա այսպես հիշեցնում եւ սպառնում Հայաստանին, նաեւ նրա խոսափող Մարգարիտա Սիմոնյանների այսպես շուրթերով է նաեւ հայտարարություն անում, թե ինչպես Հայաստանը կոչնչանա, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները ել ավելի վատթարանան կամ ընդհանրապես խզվեն, ձեր գնահատականը առհասարակ Հայաստանը ինչպես պիտի դիրքավորվի։ Ես Մարգարիտա Սիմոնյանի շուրթերի հետ ոչ մի շուրթերի հետ գործ չունեմ, ինչի հետաքրքրում, ով ինչ ասել։ Հա, ինձ հետաքրում է, որ մինչև հիմա իմ երկրում այդ ալիքները աշխատում են։ Ինձ դա է հետաքրքրում։ Ով ինչ ուզում է թողացի, այ քեզ բան, բան երկիր է, ասենք դեղացած երկիր է մեզանից, ուզում է ասենք մեզ ասենք ոչինչ չի ստացվում, ո՞վ պետք է վատ բաներ ասի։ Այդ մարդիկ նորմալ պրոֆեսիոնալ մարդիկ են։ Իրանք աշխատում են, աշխատավարձ են ստանում։ Հետո խոսում են Հայաստանի դեմ, հա դե մովաղ ամիսուր ուրիշի դեմ պետք է խոսան, ուրիշի դեմ կխոսան։ Իրանց պետք չի մեղադրել։ Բացարձակ ես Ռուսաստանում ընդհանրապես նեղացած չեմ։ Ես նեղացած եմ մեր վրա։ Որ միջևի կարելի է նստել սա ամբողջ մեդիան խոսավ, այ այսինչ մի բան ասեց, Պեսկովն ասեց, Սիմոնյանն ասեց։ Հագեք։ Թող չասի։ Ասում պուլտը ձեռնը գնա անջատի, լուրջ ես ասում։ Ոյ քեզ բան, այդ ի՞նչ է, բան է, այդպես ասենք պուլտով է, հա, այդ ամենը, ոչ։ Պայմանագիր կա այդ տանտերը, կամ խնդրեն, պայմանագիր կա, չէ, այդ սփռելու այդ ալիքները, որ մենք էլ պետք է ինձ սփռենք։ Ասենք ձեզ մի ամիս ժամանակ մենք էլ ընդեղ ենք ուզում ենք մեր հեմեկը վայր անենք, այնտեղ Սերգեյ Դանիելյանն ուզում է ծրագիր անի հեմեկով Ռուսաստանի մասին։ Մի հատ մի ապուշի մեկ կա ուզում անի, մենք էլ ուզում ենք բան անենք, թույլ տանք։ Դրանք ինչ կասեն։ Կասեն չէ։ Հնարավոր դե որ կունենակ հնարավորություն ժամանակը մեկը միաս դե հաջող օպ ու անջատեն դե հայկական կողմն էլ քայլեր է անում չէ պարոն Դանիելյան մի քանի հաղորդում մի քանի ամսով հնարավորություն չտվեցին հեռարձակել բայց ռուսական ալիքները հայկական մուլտիպլեքսում դեռ մնալու են
Թեև իդեպ վերջերս նաև ֆրանսիական կողմից էր հայտ եղել հայկական կողմը մերժել էր Ֆրանսիային, բայց օրինակ Ռուսաստանի ալիքները հայկական մուլտիպլեքսում այո տեղ ունեն։ Ֆրանսիային մերժել էր, ես չգիտեմ ինչու է մերժել, միգուցե Ֆրանսիային էր պետք մերժել, ես չգիտեմ։ Ես ասենք մասնագետ չեմ, կարող ապատել հենց հաղորդներ ու չէ պետք չի մեզ մի հակես բան։ Բայց եթե քեզ դուրս չի գալի այդ ալիքը, չես նայում։ Չես ի վերջո այդ ռեսուրսը սահմանափակած չէ, այդ մեր այդ սփռման ռեսուրս կա, չէ, քո երկրում, տարածքից է, այսինքն սարերից, օդից է, այսինքն ինչից է։ Մեր ալիքներին տվեք։ Կամ թողեք մենակ ասենք մեծ բանը տվեք, կուլտուրա ալիքը, ասենք թողնա ռուսականի, ասենք ռուսական մշակույթի մեծ սիրահար է, ասենք թող։ Բայց այդ աղբխեք տալիս։ Ինչի համար։ Ու տեսած դախռվան ինչ է, դախռվան հիվանդ կնիկա խմող, ինչ գործ ունեք իր հետ։ Ինչ գործ ունեք։ Ու ամեն անգամ ներվայնանում են որ։ Ոնց որ գնաց մեկի տուն ամեն անգամ ասեք փողես քեզ գա քո տունը, սկսի քեզ թքեր մրել բան, ու ասած եկավ թե մի բացարը դուրը փագի ասա տղա ջան մի արիս թե ինչ գործ ունես։ Վերջ։ Ես միշտ մեր վրա եմ ջայնանում բոլոր հարցերում։ Բավարար կամք չկա, պարոն Դանիելյան, եթե ռուսական հեռուստաալիքները ամենօրյա ռեժիմով օրինակ լուտանքների տեղատարապ են օրինակ տարածում հայ հասարակության Հայաստանի իշխանությունների հանդեպ, օր առաջ պիտի խզվեր այդ պայմանագիրը, բայց մենք այսպես բավարարվում ենք նկատողություններով կամ հաղորդումների կարճաժամկետ չհեռարձակմամբ, քաղաքական կամքի բացակայության հետ գործ ունենք թե։ Երևի իտել է մեր մենտալիտետն է մեղավոր, գիտես, տենց սյոժելի ժողովուրդն է մեղավոր, մենտալիտետը ինչ-որ մի տենց սխալ է աշխատում մեր, էլի որ տես չեն կարող, ասենք բան կնոպկեն չեն կարող սխմենք, ինչ-որ բան խանգարում է մեր, թե չէ, եթե նորմալ ժողովուրդ ունենք, մենտալիտետ ունենայինք, այդ մենտալիտետը ինչ է, այդ որ օրգանն է տենաս, իմանանք, որ գերձն է, արտադրում այդ մենտալիտետը, աշխատացնենք, որ դուրները գան մեր իշխանության։ Իմանանք, այդ ինչ է, որ ասենք, այդ ինչ աշխատացնենք, որ էլեմենտար բաներ անի, էլեմենտար բաներ է դա ես ուղղակի չեմ հասկանում, դուք ինչ եք իսկ դերվայնացնում հիմա։ Չէ, բնավ չենք նյարդայնացնում, պարզապես փորձում ենք հասկանալ դուք ինչպես եք գնահատում այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը եւ որն է ի վերջո ելքը այս ամենի, պարոն Դանիելյան։ Ելքը այն է, որ նախկինները վերջապես ռադ լինեն, գնան, որ այս ժողովուրդը չվախենա, որ իրանք գան։ Եվ այս իշխանությունը այսօրվա դրությամբ կդառնա մի հատ փուչուր ինչ-որ տես, մի հատ ինչ-որ ընդդիմադիր ֆրակցիա կլինի, քելիք խոսավ։ Իդի Փաշինյանի մոտ ընդդիմադիր շատ լավ է, մինչև մի ընդդիմադիր։ Մինչև մի ընդդիմադիր է։ Ելնում ասում չեք կարող աշխատել, կամ չեք կարող, ոնց որ թե հարևանի մասի դա։ Մի հատ չեք, ասա չեմ կարող աշխատել, հա։ Հա, ու գա ինչ-որ մի նորմալ ուժ։ Իսկ նորմալ ուժեր կան։ Կան արդեն ձևավորվել են։ Կան ինչ-որ ուժեր կան, ինչ-որ տենց ասենք, հիմա որ մեկի անունը ասում, կզայ փող այդ տեպե դրամներ է ասում, չեմ ուզում ասել։ Բայց կան արևմտամետ ուժեր կան ուղղակի հայամետ ուժեր, որոնք որ նացիոնալիստական ուժեր են, լավ իմաստով նացիոնալիստական, հա, կան իրանք իրար մեջ մի քիչ կկրվեն, այսպես ասած, եւ կզրկվեն նորմալ պարլամենտ կունենան, ոչ թե նախկինների ներկաների նորադես դիք հեշտ կարելի է։ Ժողովուրդը ունի այլընտրանք։ Ժողովուրդը ունի այլընտրանք, այո, բայց ժողովուրդը այդ այլընտրանք ասածը իրանք չունեն են ռեսուրսը, որպեսզի պայքարեն, որպեսզի ժողովրդին բացատրեն իրանք ինչ են ուզում։ Այդ այլընտրանքները դեռ թույլ է շատ պարզ է։ Բայց եթե նախկինները չլինեն, հա, ներկաները չեն դիմանա այդ պրեսինգին ուղղակի։ Կձևավորվի ինչ որ բան, բայց դե իրանք շատ լավ իրար բերան թքացման են գալի, նորմալ է ինչ է։ Պարոն Դանիելյան, ըստ էության Հայաստանի թիվ 1 խնդիրը նախկինների քաղաքական հայտ այլևս չներկայացնելու մեջ է, բայց մենք տեսնում ենք նրանք
անգամ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին են մասնակցում, ավելին ուժեր կան միաժամանակ երկու տեխնացու էին ներկայացրել, առաջադրել տեղական ինքնակառավարման Գյումրիի ընտրություններին եւ հիմա էլ տարբեր հայտարարություններով ըստ էության իրենց նպատակի մասին են խոսում, օր առաջ այս իշխանությանը հեռացնելու եւ հաստատվելու, դիրքավորվելու։ Ուրեմն կսպասենք կտեսնենք ինչ եղավ, ինչ ասեմ, ես ասելու բան չունեմ։ Գյումրի օրինակով օրինակ իշխանության ամենաշատը մեղադրում էին նրա համար, որ այն մարդիկ, այդ դուք սկզբում նշեցիք, քրեական անցյալ ու ներկա ունեցող, այսպես նաև օլիգարխներ եւ այլն, ինչու պիտի այս փուլում հնարավորություն ունենային մասնակցելու ընտրությունների, երբ օրինակ մեզ 18 թվականից խոստացվել էր արդարադատություն, որ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, պետությունից գողացվածը վերադարձվելու է պետությանը։ Դե հենց է դա, եթե ամենասկզբից ամեն ինչ գնահատականները տրվեր, ամեն ինչ դրվեր իր, ասենք, ոնց որ տեղերում, այս խուժանությունը հիմա չէր լինի, որովհետև գիտեք, ի վերջո այդ նախկիններ ասածներ իրանք էլ են մարդեն ունեն տենց, ունեն ռեսուրսներ, ունեն բաներ, ունեն ստեղից, ընդեղից, բախաստելա, փող տալա, էսա, այնա, տենց, բանա, փող են բաժանում, բան են անում, ասում, ընտրակաշարքով են անցել, ապա լուրջ եք ասում, բռնեք, այդ բաուր է, բան կա, ոստիկանություն կա, բան կա չէ, բա ինչու չեք անում, հենց որ ասում ես չեք պայքարում, այսպես ասած, երկիրը մաքրելու, ասում է մենք դեմոկրատ ենք, մենք չենք կարող այդպես պայքարել, մենք դա շատ ծանր ճանապարհ է, մենք պետք է անցնենք, ինչ որ դեմագոգիայի մեջ են գնում, ասենք, որ բացարձակ ասենք լոգիկայից դուրս է տրամաբանությունից։ Պարոն Դանիելյան, մենք տեսնում ենք Հայաստանում ներքաղաքական նաև որոշակի լարվածություն, օրինակ արցախցիներն են դուրս եկել պայքարի, տեսնում ենք քաղաքական ուժեր, որոնք իրենց ձեռքերը այս շարժման վրա տաքացնում են, եւ տեսնում ենք Հայաստանը մի գործընթաց է, այսպես ասած գործընթացի մեջ է, որը կոչվում է խաղաղության գործընթաց, եւ վարչապետն էլ նախորդին ասում էր, որ Հայաստանը պատրաստ է Մինսկի խմբի ուրեմն կառույցի լուծարումը եւ պայմանագրի ստորագրումը միաժամանակ իրականացնել, դուք ընդհանրապես ինչպես եք գնահատում եւ արդյոք կա թեկուզ մի փոքր վստահություն, որ այդ գործընթացը կարող է ավարտին հասնել։ Ոչ իհարկե, խաղաղություն չի լինելու, Ադրբեջանը չի կարա, չի ուզ, Իրանի, պետք է մի հատ մտածեք, ես չեմ ասում, օրինակ Ադրբեջանը ինչին է պետք խաղաղություն։ Խաղաղություն ինչ անի, ինքը վտանգ չի տեսնում մեզանից, մեզնից ոչ մի վտանգ չի տեսնում, իր համար ապրում է, մենք ենք ուզում խաղաղություն։ Խաղաղություն ազատելու համար պետք է մի հատ խաղաղ ապրենք ունեն 2 տարի։ Կարողանանք այս դաշտը մաքրել, կարողանանք էկոնոմիկա զարգացնել, բան, որպեսզի ուժեղանանք եւ այլն, որպեսզի լինի խաղաղություն։ Դա խաղաղության մոդուլը դա է, ուրիշ բան չի լինելու։ Հա եւ նորմալ դաշնակիցներ ձեռք բերենք եւ այլն։ Ինչ վերաբերում արցախցիներին մեղք են։ Իրանց օգտագործեց սկզբից, չգիտեմ, Ռուսաստանը, հիմա ասենք Հայաստանի ընդդիմությունն է օգտագործում, հետո չգիտեմ Ադրբեջանը կօգտագործի, բան ասեք, այն ամենաթույլ սեգմենտն է մեր հայրենակիցների խոցված, որոնք միշտ օգտագործվում են, հիմա իրանց օգտագործում են, այսպես կարելի ասել, հիմա սենց են օգտագործում, ես Պետրոսի բանը տեսա այդ ինտերվյուն, շատ ցավալի ինտերվյու էր, ահագին արցախցի չի ընդունում Հայաստանի քաղաքացիություն, որովհետև զգվի, այսպես ասած, իրանց մտածելով պահանջատիրությունից, պահանջայս պետություններ բացարձակ ոչ մի պահանջատիրության մասին չի խոսում, որովհետև թույլ է, շատ վատ վիճակում են արցախցիները, ես չգիտեմ, երևի թե բացի կարեկցակից ցավոք բան չեմ կարող, բայց իրանք երկիրը վարին տվեցին, այդ սպասիբը Պուտինու բան, տենց ռուսամետ լինելը,
այդ աղբ ու զիբիլը ընտրել հանելը վերև, այդ գեներալները, այդ բաները, այդ սա ուսուս բնալը ամբողջ կյանքը տենց չես էլ կարող մեղադրես, բայց եղավ են ինչ եղավ։ Եվ հիմա այսօրվա դրությամբ անդառնալի է, բայց չի կարելի թղները փակել, ասել որ երբեք այդ հարցը չի լուծվի։ Չի կարա տես լինի։ Չի մի օր լուծվելու է, եւ մարդը պիտի հույս ունենա, չէ՞, վերջո։ Մարդը պիտի հույս ունենա, որ մի օր լուծվելու է այդ հարցը։ Իսկ մի օր լուծելու համար ինչ է պետք։ Մի օր լուծելու համար պետք է բրոնզներ էսպես սեղմել, աշխատել, ուժեղանալ, եւ որպեսզի չիրեն։ Ալիևը ոնց արեց 30 տարի իր ժողովրդին կրթեց, ուղարկեց սովորելու, ուժեղացրեց, նավթ ծախեց, գնաց սաղին առավ, սաղին բանալեց ու վերջի իր նպատակին հասավ, որտեղ մարդը պետականամետ է։ Ինքը դու պետություն տենց է պատկերացնում, ինքը սուլթանա տենց է պատկերացնում։ Մեր իշխանությունը պետականամետ չի, հայամետ էլ չի։ Ուղղակի չինովնիկներ են տենց։ Ես տենց եմ իրաց տեսնում։ Եթե ամփոփենք եւ վերադառնանք 26 թվականի ընտրություններին, ձեր ասած տարբերակը, պարոն Դանիելյան, կարծեք թե այդ նախկինների հայտ չներկայացնելու չի լինելու, որովհետեւ արդեն հայտարարել են իրենց նպատակների մասին, ընտրություններին մասնակցելու, նաեւ լինելու են այլ ընտրանք այդ ուժերին։ Դուք ինչ եք կարծում, ինչպիսի պատկեր ենք ունենալու, նաեւ տեսակետներ են հնչում, որ օրինակ այլևս որևէ քաղաքական ուժ միանձնյա չի ստանձնելու իշխանությունը։ Չգիտեմ, կապրենք կտեսնենք, ես չի որ ես թարապես աշխատում եմ ավելի շուտ կարծիքս հայտնեմ հասարակական որևէ ասենք խնդիրների շուրջ, որ ինձ ավելի հետաքրքրում, որտեղ ես դերասան եմ, արտիստ եմ, ես հասարակության հետ գործ ունեմ, ես քաղաքական process-ների հետ գործ չունեմ։ Ինձ ավելի այդ տեսեք ինձ ավելի հետաքրքրում ասենք Փաշինյանը, որ գնա Մոսկվա որպես հայ մարդ, որպես հայր, որպես պապու թոր, ոնց է ներկայանալու, այդ դա ինձ ավելի է հետաքրքրում, քան թե այդպես Բրյուսելում կնեղանան, Բրյուսելում ինչ կասեն, դա ես չեմ հասկանում, ասենք, դա ինձ որպես քաղաքացի է, մտահոգում է իհարկե, բայց այդտեղ ես ոնց որ դա այդքան գիտելիք էլ չունեմ, հասկանում եք, ես ասենք նայում եմ հասարակությանը, հասարակությունն էլ ասենք, գնես չի ու Բրյուսելը սա քարտեզ իրա գիտեն, հասկանում եք, կարևորը դու քո հասարակությունում քո իմ հանդիսատեսը, հա, ոնց է մտածում, ով է, ինչով է շնչում, ինչ ճաշակ ունի, ոնց է պատկերացնում հայրենիքը, ինձ դա է հետաքրքրում, թե չէ քաղաքականությունից ոնց որ ասեմ բան չեմ հասկանում, չեմ էլ ուզում ոչ այդքան քֆուր գիտեմ որ հասկանամ, ոչ էլ այդպես այլանդակ եմ, բայց այդքան չէ որ քաղաքականությամբ կարող եմ զբաղվել։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես բարի գիշեր, ասեք բարի գիշեր, ստացես բարի առավոտ։ Ձեզ բարի գիշեր։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի դերասան երգիծաբան Սերգեյ Դանիելյանի հետ։ Կհանդիպենք։